Վաշինգտոնում Սպիտակ տան շրջակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ծանր վիրավորվել են ազգային գվարդիայի 2 զինվոր։ Reuters-ը հայտնում է, որ կասկադյալը վնասազերծվել եւ կալանավորվել է հարձակման ընթացքում ստացած հրազենային վիրավորումների հետևանքով։ Իրավապահներն անձը նույնականացրել են Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցու հետ։ Ըստ աղբյուրի հարձակումը ներկայում քննվում է որպես ահաբեկչական գործողություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպը որակել է չարիքի, ատելության եւ ահաբեկչության ակտ։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի խոսքով նախագահը հրահանգել է Վաշինգտոնում տեղակայել եւս 500 գվարդիական, որոնք կմիանան արդեն արկա շուրջ 2200 զինվորականներին։ Հոնկոնգի բազմաբնակարանային համալիրում բռնկված հրդեհը խլել է առնվազն 44 մարդու կյանք։ Reuters-ի տվյալներով 45 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, 279 համարվում են անհետ կորած, իսկ մոտ 900 բնակիչ տեղահանվել եւ տեղափոխվել է տարբեր ապաստարաններ։ Հրդեհված բնակելի համալիրն ընդգրկում է 8 շենք, որոնք միասին ունեն շուրջ 2000 բնակարան, ավելի քան 4600 բնակչությամբ։ Քննչական մարմինները հայտնում են, որ շենքերը պատված են եղել պաշտպանական ցանցով եւ պլաստիկով, որոնք չեն համապատասխանել հրդեհային անվտանգության պահանջներին, հնարավոր դարձնելով կրակի արագ տարածումը։ Հոնկոնգի ոստիկանապետը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել շինարարական ընկերության անփութության հետևանքով։ Գործի շրջանակում ձերբակալվել են ընկերության 3 աշխատակիցներ։ Մեծ յոթնյակի երկրները ռուսական սառեցված ակտիվներից ստացած եկամուտի հաշվին արդեն Ուկրաինային են փոխանցել ավելի քան 30 միլիարդ եվրո։ Այս մասին ԵՄ խորհրդարանում հայտնել է տնտեսության հարցերով եվրոհանձնակատար Վալդիս Դոմբովսկիսը։ Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ G7-ն արդեն այս տարի հաստատել է 45 միլիարդ եվրոյի վարկային գիծ, որից Ուկրաինան արդեն ստացել է 39 միլիարդը, այդ թվում 18.1 միլիարդ եվրո ԵՄ անդամ երկրներից։ Դոմբովսկիսի խոսքով վարկերի մարումը նախատեսված է մինչև 2042 թվականը։ Ուկրաինացիները չպետք է կախված լինեն արտաքին գործոններից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նշելով, որ երկրի ռազմարդյունաբերության ներուժի մեծացումը առաջնային խնդիր է։ Նրա խոսքով Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստում հիմնական քննարկման թեման հակաօդային պաշտպանության համակարգերն են եղել։ Զելենսկին ընդգծել է, որ պաշտպանական սարքերի ֆինանսավորումն ու արտադրության ծավալները մշտապես հսկվում են պաշտպանության նախարարության եւ զինված հրամանատարության կողմից։ Նախագահը նշել է, որ Ուկրաինան պատրաստվում է մեծացնել կարճ եւ միջին հեռահարության հոբ համակարգերի արտադրությունը, դրանք համարելով չափազանց կարևոր ինչպես ռազմաճակատի, այնպես էլ էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Մենք թարմացնելու ենք մեր պահանջները եւ կավելացնենք արտադրությունը, մեր ներքին ուկրաինական արտադրությունը։ Ներքին համակարգերը մեր անվտանգության իրական հիմքն են։ Ուկրաինացիները չպետք է կախված լինեն համաշխարհային շուկայից կամ գործընկերների պահեստներում ինչ որ բան գնելուց, նշել է Զելենսկին։ ԵՄ արտգործնախարար Կայա Կալասը Բրյուսելում ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա, ապահովելու առավել նպաստավոր արդյունք Ուկրաինայի եւ Եվրոպայի համար։ Կալասի խոսքով, եթե Ռուսաստանը կարողանա ռազմական ճանապարհով նվաճել Ուկրաինան, դա արդեն տեղի ունեցած կլիներ, իսկ միջազգային քննարկումների առանցքում պետք է լինի ոչ թե այն, թե ինչ կարող է զիջել Ուկրաինան, այլ այն, թե ինչ պարտավորություններ ունի ագրեսորը՝ Ռուսաստանը։ Բրյուսելը նաև կարևոր է համարում, որ խաղաղության շուրջ ցանկացած բանակցություններում լինեն նաև ԵՄ-ի ներկայացուցիչներ, նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանը պահանջում է լուրջ վերանայումներ եւ բարեփոխումներ։